Ըստ ԶԼՄ-ների հոկտեմբերի 15-ին Մուրացյան բժշկական կենտրոնում վիրահատության ժամանակ 15-ամյա աղջիկ երեխա է մահացել։ Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատուրյանը հաստատել է տեղեկատվությունը։ Գործը գտնվում է պետական մարմինների լիազորության տիրույթում, այն է իրավական նախաքննական գործընթացում։ Խորապես ցավում ենք նման դեպքերը, մտահոգիչ է։ Կսպասենք փորձաքննությանը, հայտնել է նա։ Այս առիթով քրեական վարույթ է նախաձեռնվել, ինչպես արդեն նշեցինք, ավելի վաղ Facebook-ի օգտատերից մեկը հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել տվյալ հիվանդանոցի դիմացնոտային բաժանմունքում, նշվում է, որ երեխայի մոտ բերանի հատվածի խնդիր է եղել, ցավից չի կարողացել բացել այն։ Ընդհանուր առձգայացման ժամանակ ինտուբացիան ճիշտ չի արվել, ինչի պատճառով աղջիկը խեղդվել է ու արձանագրվել է սրտի կանգ։ Այսօր փոշոր հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մալաթիա տոնավաճառի կոշիկի պահեստում տեղեկությունը հայտնում է Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հազանգստացվել է հոկտեմբերի 23-ին ժամը 14:01-ին։ Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ-ՓՑ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ճոկատներից 6 մարտական հաշվարկասված է հաղորդագրությունում։ Նշվում է, որ տեղում աշխատել են նաև հրդեհաշրջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Նախորդին Իսպանիայի բասկետի երկրում կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումը։ Տեղի Աթլետիկ Բիլբաոյի եւ Ադրբեջանի Ղարաբաղ թիմի միջև։ Խաղին ընթരാճ Բիլբաոյի փողոցներում հայտնվել են կանգնեցրեք էթնիկ զտումները, Ազատ Ղարաբաղ գրությունները, կուպչուն պիտակներ եւ Լեռնային Ղարաբաղի դրոշներ։ Ավելի ուշ սոցցանցերում տարածվել է տեսանյութ, որում նկարահանվել է բասկետի եւ ադրբեջանցի երկրպագուների մասնակցությամբ դրվագ։ Աթլետիկի երկրպագուն Սան Մամես մարզադաշտի մոտ Արցախի դրոշը ցուցադրել է կողքով անցնող ադրբեջանցիներին։ Բասկետը նաև տրիբունայում են ծածանել Լեռնային Ղարաբաղի դրոշը եւ հենց խաղի ընթացքում, որն ավարտվել է Աթլետիկի հաղթանակով 3-1 հաշվով, ադրբեջանական մամուլում, որ թողունք են արձանագրել Աթլետիկի երկրպագուների պահվածքի վերաբերյալ, այն անվանելով հայկական սադրանք, չնայած այն հանգամանքին, որ տեսանյութում հայտնված իսպանական թիմի բոլոր երկրպագուները հայկական արտաքին չունեին։ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամեն շաբաթյա ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը։ Նրա խոսքով Մոսկվայում ուշադրությամբ հետևում են Գյումրիում տիրող իրավիճակին։ Այնտեղ է գտնվում ռուսական 102-րդ ռազմաբազան, Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, ինչպես նաև Ռոստատուտնիչествայի մասնաճյուղը։ Մենք միշտ պաշտպանում ենք բոլոր նրանց, ովքեր հանդես են գալիս մեր ժողովուրդների միջև ավանդական սերտ կապերի օգտին։ Ինչ վերաբերում է քաղաքապետի ձերբակալությանը, գնահատական տալուն, ապա անշուշտ դա Հայաստանի Հանրապետության ներքին գործ է։ Միաժամանակ նշում ենք, որ ավելի վաղ Վանաձորի, Բերդի, Գորիսի եւ այլ համայնքների ղեկավարների նկատմամբ հարուցվել էին քրեական գործեր, մի քանիսին կալանավորել էին, ասել է Զախարովան։